Պիտի շարունակենք մեր սերտողությունը, որը սկսանք ամուսնալուծման վրա, այսօր պիտի անցնենք տարբեր գեդերու ամուսնալուծումին հետ կապված, անցյալ չորեքշաբթի նայեցանք, թե ինչ է Աստուծո ծրագիրը ամուսնության համար, եւ պիտի շարունակենք Մատթեոս ավետարանը, որ մեզի ասնույթին մեջ պիտի օգնե, որպեսզի ավելի լավ հասկանանք, եւ կուզեմ սկսել Մատթեոս 19:6 գլուխ 6-րդ համարեն սկսել եւ հոնդերը 3-րդ բաժինը գսե ուրեմն զայն որ Աստված միավորեց մարդ թող չզադե ասիգա գխոսի ամուսնության մասին ան որ Աստված միավորեց գսե մարդ թող չի զադե Աստված ինքը ամուսնությունը հաստատեց ինքը հավանումը տվավ այս ամուսնության խաղապարին եւ մարդը կորդ չուներ այս ամուսնության մեջը մարդուն ստեղծագործությունը չէր ամուսնությունը եւ քանի որ Աստված էր որ ամուսնությունը մեջտեղ բերավ ասել է թե Աստված որ ինքը սուրբ է ամուսնությունը ունի իր մեջը սրբություն եւ ինչ որ սրբության հետ կապված է գիտենք որ երբ որ անգե շեղվի նպատակեն դուրս ելե այն ինչ որ Աստված սուրբ կնկատե գործածության մեջ տարբեր ձևով գործածվի օգտագործվի հետևանքները կան եւ ընդհանրապես եթե սխալ ընթացքներ կան այդ հետևանքները լավ պիտի չլան Եվ քանի որ Աստված այս ամուսնությունը հիմնեց եւ ամուսնության պատրաստվելու համար կամ թե ամուսնանալու համար ամեն ընտրություն, ամեն որոշում եւ ամուսնության հետ կապված ամեն ինչ որ գա Եթե Աստուծո ուզածին պես չլա, Աստուծո խոսքին ամեմատ չլա, կիծածլանք, որ սխալ արդյունքներ դուրս պիտի բերեն։ Եվ ադոր համար է, որ գսերդենք ասնույթը, վստահ եմ, որ մեծամասնություն, որ մտիկ կնեք, արդեն ամուսնացած եք, շատ բաներ գնանք սորվիլ, կարևոր չէ, որքան տարի ամուսնացած եք, միշտ սորվելի կա, ալ ավելի մեր ամուսնությունները գրնան հարստանալ եւ անգեզատ գուսամ որ մեգա դիվորսը լալու մասին չիմդաձեր եթե այդպիսի բան կա հետս անցամբ խոսեցեք այս մեգա գրնա օգնել որ եթե ամուսնական հարցեր կան ցեզի օգնե որ այդ հարցերեն ձեր բազատվիկ եւ ձեր ամուսնությունը ըլլա ամենա լավ ամուսնությունը որ Աստված ուզե որ ըլլա Եվ այս սերտողութենեն օգտվելու համար պետք է այս կարևոր գեդերը սերդենք եւ եթե բիդի ամուսնալուծման մասին խոսենք նախ ասենք հարցում հարցնենք մենք մեզ ասելով թե ինչ բանն է որ ամուսնությունը կհաստատե կամ կհիմնե Ինչ բանն է որ ամուսնությունը արդյոք Եկեղեցի երթալ եւ բսակվիլն է կամ թե այդ թուղթը որ գստորակրեն որ մենք ամուսնացանք թե ոչ ամուսնության անգողինն է կամ իրարու հետ ապրելը այլ ինչպես այսօր շատերը գսեն պետք չի ամուսնանալու արդեն մենք իրարու հետ կապրենք դիգա գփավե Սուրբ Գիրքը մեզի երկու կարևոր բաներ գսե ամուսնության մասին որ այս երկուքը միասին ամուսնությունը կհաստատեն կամ կհիմնեն Առաջին Մաղաքիա 2:14-ի մեջ գսե Մաղաքիա 2:14 սեպայց անոր համար որ դեր վգա եղավ քու եւ քու երդասարտությանդ գնոջ միջև որում մեջ ամհավադարմությամբ բարվեցավ Անիգա քու ընկերդ ու քու ուխտիտ գինն է գսե։ Ընկերդ է
ուխտով։ Ասիկա հետաքրքրական է։ Այսինքն ուխտ ըրած ընկեր ըլլալ այդ անձին հետ, որթուն ամուսնացած ես։ Այսօր ընկերություններ ունենք, որ երբ որ ցանցրանանք կամ թե հոգնենք կամ իրար մեր ներվինք կծկենք, կսենք վերջացավ, այսօր այդ ընկերություն պիտի չնեմ։ Բայց ամուսնությունը այդպես չէ, գսե անիգա քու ընկերդ ու քու ուխտիդ գինն է։ Այսինքն ուխտով դուք որոշեցիք իրարու հետ ապրիլ, իրարու ըլլալ, եւ քիչ վերջը գսե մեկ ըլլալ, եւ Արագած 2:17-ը գսե ամոր իր երդասարտության բարեկամը գթողու ու իր աստուծուն ուխտը գմորնա։ Հոս նորեն այդ ուխտի քահապարը գսե գհաստատե գսե ամոր իր երդասարտության բարեկամը նորեն բարեկամը գթողու եւ աստուծո արչեւ ըրած ուխտը գմորնա։ Ուրեմն այս ուխտը որ կգադարվի իրարու հետ ընկերը լալ Աստուծո արչև գադարված փամն է։ Գիտեք ուխտը խաղալիք չէ։ 5 դագարանի մեջ երբ որ մեկը ուխտներ եւ չի գադարեր, ադիգա մեծ հետևանքներ ուներ եւ Աստված կբաճեր անոնց։ Հիմա շնորհքի շրջանի մեջ ենք եւ մարդիկ Աստուծո չբաճելը թեթևի գարնեն անոր համար ամուսնութենե ամուսնություն գծածկին եւ ուխտ կնեն եւ ուխտը գթրջեն եւ իրենց ոչ մեկ նեղություն կբաճարե ադիգա ասիգա շատ կարևոր բան է որովհետեւ ամուսնության ուխտը գլա Աստուծո արչեւ եւ ինչ որ Աստուծո հետ կապված է խաղալիք չէ չենք կրնար մեկ խոսքով ասել որ վերջացավ եւ անգե անցնել երթալ ուրեմն ուխտը կմիացնե երկու անձիկ փոխադարձ պատասխանատվություններով երկու անձիկ իրարու կգաբե փոխադարձ պատասխանատվություններով mutual obligations այսինքն երկուքն իրարու հավասար բարդական են իրարու համար պատասխանատվություններ ունին եւ 5 դագարանին օրենքներով կամ ասենք կանոններով ամուսնությունը կսկսեր նշանդուկով եւ գվերջանար հարսանիքով ուր այլևս երկու այդ անձիկը որ ուխտած էին իրարու հետ լալ կմիանան եւ մեկ ընտանիք մեկ անձ կլան ուրեմն առաջին մասը ամուսնության կարևոր ուխտն է ուխտը միասին ըլլալու ընկեր ըլլալու, բարեկամ ըլլալու հավիդյան, մինչև հիմա չմոռնանք այդ ուխտին մեջի բարերը, որ կհիշվի եւ գարդասանվի։ Երկրորդ մասը ամուսնությունը հաստատելու համար միացումն է, մարմնավոր միացումն է, այրիմը եւ գնգամ միջև։ Ինչու համար այս մեկը կարևոր է, որովհետեւ Աստված ամուսնությունը ըրավ որբեսի մարմնավոր բետկերը զույգերուն մարմնավոր բետկերը անոնց միջոցով լեցնե եւ անշուշտ բաճարները մեկը այդ մարմնավոր բետկերուն սկացումներն այն է որ այդ ծևով բազմանան եւ ընտանիք կազմեն եւ անշուշտ ինչպես որ գիտեք ընտանիք կազմելը թյուրին բանը չէ ամուսնությունը ինքնին աշխատանք կուզե եւ այդ մարմնավոր սկացումները իրարու անթեպ պետք է որ մարդ արարած ունի գոքնե որ ավելի իրարու գաբին առաջին Կորինթացիս 7:9 բայց եթե ժուժգալություն չունին թող ամուսնանան վասնզի աղեգ ամուսնանալ քան թե գրքով փորփոքիլ Ոս Պողոս Սարակյալը Կորինթացիներուն գրեգսե լավ գլավոր ամուսնանակ, եթե չեք կրնար ծեր գիրքեր զսպել, ավելի լավ որ ամուսնանակ եւ մեղքի մեջ չինակ։ Այսօր
ցավալի օրինակներ ունենք մեր արչևը գրոնական դասեր, որ արկիլված է իրենց ամուսնանալ եւ վերջը գլսենք, որ ասինչ անինչ ձևով մեղքի մեջ ընկած են, որովհետեւ մարդը իր գիրքերը ունի, մարդնալ գիննալ իրենց գիրքեր ունին եւ այդ գիրքերը բնական բաներ են եւ լավագույն գերբը այդ գիրքերը կոացնելու ամուսնանալն է։ Եվ Մատթեոս 19:5-ին 6-ի մեջը հստակ կնե, ինչպես անցյալ անգամ ագարտացինք, որ երկուքը մեկ պիտի լան, ասոր համար մարդը հայրը իր մայրը պիտի ցկե ու իր գնոջ պիտի արի, երկուքը մեկ մարմին պիտի լան, ուստի ալ երկուք չեն, հաբա մեկ մարմին, ուրեմն Աստված որ միավորեց մարդ թող չզադե։ Մեկ մարմին նսածը, այսինքն սիրային հարաբերություն ունենալ, ինչպես ասած անգամ սուրբ է, անգողինը սուրբ է գսե, ամուսնության անգողինը եւ առաջին Կորինթացիս 6:16 մեզի գսե Չեք գիտեր թե այն որ բորնիգին մոդենա անոր հետ մեկ մարմին գլա, բասնզի քիրքը գսե երկուքը մեկ մարմին պիտի ըլլան։ Նորեն հոսքը շեշտե մարմնավոր միացումը, որ շատ կարևոր է։ Ուրեմն օրենքով ստեղծված թուղթեր, որ մեգում զույգիմը ամուսնացած կնկատեն կամ հաստատեն, կամ թե արարողությունը հարսանիքի, որ կլա եկեղեցիներեն ներս, երբ գինը եւ մարդը իրարու կմիանան եւ իրենց խոստումները կուտան, առանցին ամուսնություն չէ։ Անոր թիմաց մարմնավոր հարաբերությունը ինքնին ամուսնություն չէ, եթե այդպես լար Սուրբ Գիրքը երբեք պիտի չխոսեր բորնգության կամ թե շնության մասին, ուրեմն այդ մարմնավոր հարաբերությունը ինքնին ամուսնություն չէ, կարևորը այն է, որ այս երկուքը միասին լան։ Ուխտի մասը, որ հավատացյալներն բարակային եկեղեցի մեջ Աստծո առջև գնեն եւ անգևերջը մարմնավոր միացումը, որ ամուսնությունը կատարյալ գնեն։ Եվ շարունակությունը 10-րդ համարին գլուխին 6-րդ համարը մեջ կսե ամ որ Աստված միացուց կսե մեկը թող չի զադե։ Ամ որ Աստված միացուց մեկը թող չի զադե։ Ասել է թե Աստուծո գործը խառնելը վտանգավոր բան է։ Եվ ինչ որ Աստուծո գործն է մարդը անոր թեմ գշարժի, անոր վնասը անպայման կգրե։ Ինչ կսե Աստված ամուսնության մասին, Եբրայեցիս 13:4 Նայեցեք Աստված որքան բադիվ գուտա ամուսնության 13:4 Ամուսնությունը բոլորովին բադվական է ու անգողինը անարատ է, բայց Աստված պիտի դադե բորնիկներն ու շնացողները։ Աստված այս գերբը, որ մեջտեղ բերավ ամուսնության, իրեն համար սուրբ բան է, բադվական բան է։ Եվ անգևերջը Արագացի մեջ գխոսի գնգան մասին, Արագած 18:22 գսե արաքինի գին գտնողը փարիկ կգտնե, ու դերոճմեն շնորհք կստանա։ Եվ 19:14-ի մեջ գսե դուն բայց խոհեմ գինը դերոճմեն է։ Ուրեմն գտեսնենք այս համարներն, որ Աստուծո նպատակն է, որ
քեղեցիկ ամուսնությունը ունենան անցիկ, որ գորոշեն իրարու հետ ամուսնանալ։ Եվ առաջին Կորինթացիս 7:2-ի մեջ Պողոս Արաքյալը խրադե Կորինթացիներուն գսե բայց բորնգությունը արգելելու համար ամեն մարդ թող իր գին ունենա ու ամեն գին իր այրը։ Ասիգա է Աստուծո ծրագիրը։ Ասել չէ թե մեկը չամուսնանան է սխալ գնե, ոչ, Աստված ադուք անցիկ գործած է իրենց չամուսնացած վիճակի մեջ եւ ասել չէ թե սխալ բան մնա անիգա, բայց կսե մեղքը հերանալու համար, բորնգութենե շնութենե հերանալու համար լավ գլա որ ամեն այր իր գին ունենա եւ ամեն գին իր այրը ունենա, որբեսի դժվարություններ մեջտեղ չկան։ Եվ առաջին Կորինթացիս 7:28-ի մեջ կսե թե ամուսնությունը մեղք չէ, այսինքն լավ բան է 7:28 իսկ եթե ամուսնանաս չես մեղանչեր եւ եթե գույսը ամուսնանա չի մեղանչեր։ Ուրեմն կտեսնենք որ Աստված կհարգե ամուսնությունը եւ արժեք կուտա ամուսնության։ Իսկ ինչ կսե Աստված ամուսնալուծման մասին։ Ամուսնալուծումը նայեցեք Աստված ինչ կսե ամուսնալուծման մասին։ Ինչ հիմա շատ լավ էր ամեն բան, դեռ լավ գոմնենք, բայց հիմա biz սկսենք քեշ գոմնալ տեսնել։ 19:6 Ուստի ալ երկուք չեն, հաբա մեկ մարմին, ուրեմն զայն որ Աստված ստեղծեց մարդ չզադե, Աստված գարկիլ է, որ մեկը ամուսնությունը կանթե, Աստված այնքան արժեք կուտա ամուսնության, որ գսե մեկը թող չի զադե, Աստված որ միավորեց մարդ թող չզադե, եւ Մաղաքիայի մեջ ավելի հստակ բարերով մեզի գսե թե Աստված ինչ կխորի ամուսնալուծման մասին, Մաղաքիա 2:16 գսե քանզի Իսրայել դեր Աստված գսե թե ինք գադե գին արցագելը, ինք գադե գին արցագելը, Աստված գադե ամուսնալուծումը, իսկ եթե այսպես է, ինչ պետք է անել, եթե ասպես Աստված կմտածե ամուսնալուծման մասին, չեք խորիր որ անոր արժեք տալը, կարևորություն տալը, կարևոր բան է մեր կյանքերներս, որտեղ անոր միջոցով սերունդներ հարաճ պիտի կան եւ այդ սերունդները որ նույն ընթացքի մեջ աստվածաբաշտ ընտանիքները լան Աստված պիտի փառավորվի անոնց միջոցով եւ հագարակնալ կտեսնենք այսօր որքան աբագանած երկրի մեջ կապրինք որովհետեւ ամուսնությունը խաղալիք դարձած է եւ որքան ամուսնություններ կքանթվին այնքան անարագությունները կշատնան որովհետեւ ասենք հետևանքը as ամուսնալուծման ոչ մեկ լավ բան դուրս հարաճ կբերե։ Հիմա գանցնենք Մատթեոս 19:7-ին, ուր փարիսեցիները Հիսուսի գուքան գսեն հաբա Մովսեսը մեզի ինչու արդոնեց որ ամուսնալուծում ունենք Մատթեոս 19:7 գսե ասին իրեն հաբա ինչու Մովսես բադվիրեց արցակման թուղթ տալ ու արցակել հիմա Հիսուսի ծևով գուզեին անշուշտ թագարտի մեջ ցկել բայց Հիսուս շատ լավ գիտեր Աստծո խոսքը եւ իրենց սկսավ բացատրել 5 դականանեն թե ինչ կբադայեր ոնդերը ինչու համար Մովսես արդոնեց անշուշտ Մովսեսը չէր արդոնով Աստված էր որ արդոնեց Մովսես ինքին մե բամը չերներ Ադիգա հասկանալու համար 8-րդ համարն ալ պետք է գարտանք կսե սա բանոց Մովսես ծեր սրդերուն գարջությանը համար ցեզի հրաման տվավ գիներնիտ արցակել բայց սկիզբեն այսպես չէր կտեսնեք Աստուծո նպատակը չէր որ ամուսնալուծումը լա բայց Աստված արդոնություն տվավ տեսնելով մարդոց վիճակը եւ Աստված
ծևոմ խղճած մարդուն վիճակին եթե ամուսնությունը որ անդանելի է մարդուն արիտ տվա որ անգե քիչ թաթար առնե ուրեմն բադվիրան չէ ասիգա բադվիրան չէ որ Աստված դվավ այլ արդոնություն դվավ որբեսի ընեն եւ անալ մարդուն համար ըրավ շատ մտեղեր կտեսնենք որ Աստված երբ որ կտեսնե որ մարդը դեր մը գասնի որ ելքի ջամփամը ունի իրեն գուտա բայց սել չէ թե ադիգա շիդակ փանն է անելը շիդակ ծերն է ինչպես այս ամուսնալուծման մեջ գսե Աստված արդոնեց որ մարդը Մովսեսի միջոցով սա որ գրնակ ամուսնալուծում դա որովհետև ծեր սրդերուն գարձությանը քիչ վերջը ադոր մասին բիդի խոսենք ինչ կնե Աստված հոստեղը Աստված կդեսնե որ մարտարարածը այս ամուսնալուծումը արդեն բիդի ասպես կամ անպես ընե եւ Աստված ծևոմը գարքի գտնե գսենք regulate parabor գա գանոնավորե այս divorce-ի մասը որ իր ծրագիրի մեջ չէր գսե այնպես չէր գսե առաջվնե ուրեմն այս է որ Աստված այս պատճառով է որ Աստված արդոնեց եւ այսօր մարդիկ որ նույն բառերը գարնեն եւ գսեն Աստված արդոնած է նայեցեք ինչ պատճառներով միանգնային ամուսնալուծել 5 դագարանը եթե երթանք օրենքները երկրորդ օրինաց 24-րդ գլխի մեջն է երկու պատճառներ կուտա որ մեկը գրնա իր գինը ցկել առաջին կսե եթե մեկը գիմ առնե ու ամուսնանա ու անոր վրա անարգության փամը գտնելուն համար անիգա իր աչքին հաջող չլա այնադեն անոր արցակման թուղթով գրե առաջին բան ինչ է կսե անարգության այսինքն փամը որ ամոթ գբերե ամոթություն գբերե այդ գնգամ վրա եւ շնություն կամ թե բորնգություն այս բաները որ գտնվեր իրավունք ուներ անցը ամուսնալուծել բայց երկրորդ մասը ավելի քեշ է քիչմը աչքին հաջող չլագսեր քիչ մադիգա ինձ համար վտանգավոր է ոյ մեկ աչքին փամը որ հաջող չլա արդյոք բաց պետք է անցնի երրորդ համարի մեջ կսե եթե երկրորդ այրնալ զանիգա ադելով արցակման թուղթ տնե ուրեմն երկրորդ պատճառը այն է որ ամուսինը գամգիմը իրարու ադեն ինչպես կարելի այս մեկը լալ չէ որ սիրեցին իրարու հետ ամուսնացան ուսամ 5 դարի մեջ բաներն ալգային որ ստիպողական ամուսնություններ գլային բայց այսօրվա արումով պետք է ասենք որ մեկը գսիրե իրարու գսիրեն այդպես կամստանան Հիմա ինչպես սկսան իրարու ադել եւ ադիգա մեզ գբերե մեր այսօրվա կարևոր գեդին որ Հիսուս կշեշտե այստեղը թե ինչ էր պատճառը գսե ծեր սրդին գարձության համար 19:8 Մատթեոս 19:8 գսե Մովսես ասիգա ծեր սրդերուն գարձության համար ցեզի հրաման տվավ գիներնիդ արցակել արդյոք ինչ է աս սրդի գարձությունը որ հոստեղը գխոսի Հիսուս փարիսեցներուն ինչ ասել գուզե եւ ասիգա ասկնալու համար պետք է երթանք նայենք այն հատվածներուն որ սրդի գարձության հետ գաբ ունին եւ առաջինը կգտնենք Եփրայեցիս 3-րդ գլխուն 8-19 համարներու մեջ կսե ծեր սրդերը մի խստացնեք
փարգացնելու ադենին պես անաբադին մեջ փորձության օրը, ուր ծեր հայրերը զիս փորձեցին, քնեցին զիս, թեբեդև 40 տարի իմ գործերս տեսան, անոր համար զզվեցա այն ասկենուսի, միշտ մոլորեցան իրենց սրդովը ու իմ ճամփաներս չջանցան անոնք, ուստի երթում ըրի իմ փարգությանս մեջ, թե իմ հանգիստս պիտի չմտնեն, նայեցեք եղբայրներ, չլա որ ցեզմե մեգուն ներսիթին անհավատության չար սիրտ ըլա եւ աբստամփի գենթանի աստուծո թեմ, հաբա ամեն օր մեգզ մեկ հորտորեցեք, քանի որ այսօր գսվի, որ չլա թե ցեզմե մեկը խստանա մեղքին խապեությունովը, քանզի մենք Քրիստոսին մասնագից եղած ենք, միայն թե այն հարստության սկիզբը մինչև վերջը բինտ բռնենք, քանզի գսվի այսօր, եթե անոր ցայնը պիտի լսեք, ձեր սրտերը մի խստացնեք փարգացնելու ադենին պես, քանզի ոմանք լսեցին ու փարգացուցին, բայց ոչ ամենքը, որ Եգիպտոսեն ելած էին Մովսեսին ցերկով, որոնց մեզ զզվեցա այն 40 տարին, չէ որ մեղանչողներ են, որոնց ոսկորները անաբադի մեջ ինգան, եւ որոնց համար երթումը ըրավ իր հանգիստը չմտնել, եթե ոչ անհավատներուն համար եւ իրավամբ չգրցան մտնել իրենց անհավատությանը պատճառով։ Հոստեղը կարևոր 5 կետեր կնշե, թե ինչպես մեկը սիրտը կգարձրացնե։ Մովսեսը ծեր սրտերուն գարձրանալուն համար Մովսես արդոնեց, որ դուք ամուսնալուծում դակ։ Եվ ինչ կբադահի ամուսնության մեջ, որ այդ վիճակին գասնի մեկը ամուսնալուծման։ Եվ ոստեղը քաղնիկը մեզի գուտա։ Առաջինը 10-րդ համարի մեջ կսե անոր համար զզվեցա այն ասկենուսի, միշտ մոլորեցան իրենց սրդով ու իր ճամփաներս չջանցան զանոնք։ Երբ որ մեկը աստուծո ճամփաներեն դուրս կելե, աստուծո խոսքը գանարքե եւ աստուծո ուզածներեն գհերանա, իր սիրտը կգարձանա ամուսնության մեջ կամ ամուսնութենե դուրս։ Այս հատվածները գրնակ առնել թե ամուսնության համար, թե ամուսնութենե դուրս առօրյա մեր կյանքերուն համար։ Այս է որ առաջին պատճառը որ մարդու սիրտը կգարձրանա եւ իչարաչսինք ադելու գսեր եթե մեկը գադե երգինը թող արցակե ադել դերմա ասած է որ այլևս չի գնար ներել չի գնար հաշտվել այնքան գարձր սիրտը եղած է եւ այդ դեր հասնելու պատճառները ասոնք են ուրեմն առաջին ինչսինք աստուծո ճամփաներեն շեղիլ աստուծո խոսքը անարգել մեկդի տնել երկրորդ 13-րդ համարի մեջ կսե նայեցեք եղբայրներ չլա որ ցեզմե մեգուն ներսիթին անհավատության չար սիրտը լա եւ աբստամփի կենթանի աստուծո թեմ ինչ է երկրորդ բանը աբստամփիլ աստուծո թեմ աստուծմե հերանալ աստուծո ցայնը չի լսել եւ ասիգայալ սրդի գարճություն գուտա եւ աստված վարգյամը եթե մտածենք ինչե մայնչ որսինք ամուսնության օրինագին երթանք եթե ամեն այր եւ գին աստուծո ուզածին պես ապրին իրենց ամուսնության գետրոնը Քրիստոս ինքը լա գիտած լանք որ երբեք այս սրդի գարճության պիտի չհասնի վիճակները աստված մեզի ուղղություն կտա ամեն կերպով սիրելու մեջ ներելու մեջ հաշտվելու մեջ ամեն բան մեզի գծուցնե եթե իրապես աստծո ճամփաներում մեջ կալենք անգարելի է որ սիրտերնից այնքան գարձանա որ այլևս իրարու գադենք եւ չենք կնար իրարու հետ ապրիլ երկրորդը ասենք թե 13-րդ համարի մեջը Չարսիլ աբստամփի գենթանասը ասել է թե աստուծո ցայնը չուզեր լսել աստված մեզի միշտ կթրթե իր սուրբ հոգի միջոցով եթե աստուծո զավակներ ենք Քրիստոսի արյունով փրկված մաքրված սրբված սուրբ հոգին մեր մեջ կփնագի սուրբ հոգին միշտ մեզի կթրթե
սխալները շտկելու։ Եթե գաբստամփինգ անորթեմ Աստուծո ցայնին, ասել է թե այդ սրդի գարձրության ջամփան բռնածենք։ Երրորդ պատճառը ինչ է, 10-րդ համարը։ Հաբա ամեն օր մեգզ մեկ հորտորზე, քանի որ այսօր գսվի, որ չլա թե ցեզ մեկը խստանա մեղքին խապեյությունովը։ Մեղքին խապեյությունով երթա։ Ինչ է մեղքին խապեյությունը։ Մեր աչքի ցանկությունները, որ կտեսնեն մեղավոր վիճակներ, մեղսալից գործեր եւ գփափակին անոնց։ Ամուսնության բարակային, երբ որ մեկը իր աչքը դուրս կդարձնե եւ իր գողագիցեն դուրս ուրիշ մեկումը վրա աչքը տնե, այդ մեղքի խապեյությունն է, որ գարձելով որ այդ մյուս անձ ավելի լավ դիլա իրեն համար։ Միջ այդ երբ որ գամստանային ամենալավ անձը իրարու համար իրենք էին, ինչպես հիմա արդյոք ամենալավ անձը չեն իրարու համար։ Ասիկա մեղքին խապեյությունն է, աչքի ցանկությունը գխապե մարդոց մեղքի մեջ ցկելու։ 4-րդ 15-ն 16 գսեք քանի որ գսվի այսօր եթե անոր ցայնը պիտի լսեք ծեր սրդերը մի խստացնեք փարգացնելու ադենի պես քանի ոմանք լսեցին ու փարգացին բայց ոչ ամենքը որ Եգիպտոս է ելած էի Աստուծո ցայնը լսեք գսե սրդերնիդ մի խստացնեք Աստուծո ցայնը Սուրբ Հոգին ցայնը մի լրացնեք մի մարեցնեք որբեսի սրդերնիդ չի գարզանա եւ վերջինը 19-րդ համարի մեջ գարտացին կսե եւ իրավամբ չգրցան մտնել իրենց անհավատությանը պատճառով ինչ պատահեցավ արդյոք որտեղ են անհավատության հասավ մեկը շատ բարձ է այս քայլերը որս ենք առաջին 4-ը որս ենք եթե անոնց մեջը ցախողինք գամած անհավատության գերտանք եւ այդ անհավատության կյանքը մեր սրդերը կգարձացնե եւ մեր սրդերը որ գարձանան ամեն բան կրնաբադայիլ ինչպես գարտացինք ադելություն կսկսի գինը գադեր գսե ադորամ եթե մեկը գինը գադե ադորամար թող արցակ է գսե դեր մասած է որ այլևս չի գնար սրդի մեջ ոչ մեկ բան ունի այդ անցին հանդեպ եւ ասիգա գարելի է եթե ուշադրություն չենք աներ այս 5 գեդերուն որ հիշեցի Մարկոս 6:52 ավելի շիդագը 48-52 քեղեցիկ օրինակ մնե որ ամուսնության պատկերն է ծևոմը Հիսուսի եւ իր աշակերտներուն ծովուն վրա ալեգոծության բռնվիլն է օրինակը բայց շատ քեղեցիկ դասեր կան անոր մեջը որ ամուսնության հետ ալգաբունին ոչ մեկ ամուսնություն գադարյալ է սահուն ճամփորդություն է ծովում վրա առանց ալիքի առանց հովի այսպես արևունդակ անուշ միշտ ճամփորդել ոչ անգերց vidելանք ամեն ամուսնություն իր ելևեջներ գունենա բայց արդյոք ինչպես կարելի է որ այդ ելևեջներում մեջ են ապահով ճամփորդել եւ ամուսնությունը հաստատում բայել եւ 48-ի մեջ գսե 48-ը գսե դեսավ զանոնք որ դակնաբեին հովեն թե քաշելու ադեն բասնզի հովը իրենց թեմ էր Հիսուս գիշերվան 4-րդ բահուն ծովն վրային քայլելով գնաց անոնց ուզեր անոնց մե անցնել գսե իրենց թեմ գաշխադեր շատ անգամ ամուսնության մեջ շատ բաներ մեզի թեմ գաշխադին բայց ինչ կբադա այստեղը Հիսուս գսե գնաց անոնց մոտ Հիսուս գուզե մեր ամուսնություններում մեջ կալ եւ այդ փոթորիկները ինքը թատրեցնե 50-րդ համարի մեջ գսե քանզի ամենքնալ զանիգա դեսան ու խրովեցան ինք շուտ մխոսեցավ անոնց հետ ուսավ քաչ եղեք ես եմ մի վախնակ Քրիստոս երբ որ կա մեր ամուսնություններում մեջ երբ որ հրավիրենք զինքը որ մեր հարցերը լուծե
մեր դակնապները, մեր փոթորիկները թատրեցնե, ինքը գուքա եւ խաղաղություն գուտա հովերուն, փոթորիկներուն եւ երևակայեցեք ինչ բաներ կրնա անել Հիսուս, եթե իրեն արիտ տանք այդ գարձած գարձրանալու վրա եղած սիրտերուն Հիսուս սիրտերը կգդրե, կփշրե, հովերը, փոթորիկները գեցուց եւ ինքը կրնա նույն բանը անել մեր սրտերու մեջը։ Կարդացեք հետո Մարգոս 8:14-21-ալ չեմ ուզեր շատ ժամանակ առնել եւ աստեղ Պարագացի մեջը գսե գեղեցիկ համար մգաղոս 28:14 միշտ վաղծող մարդը երանելի է, բայց իր սիրտը խստացնողը չարիքի պիտի ինա։ Կտեսնեք երանելի է, երանելի բառը ուրախ բառ իրարու հետ կապված են։ Ամբոր Աստուծմե գվախնա, ամբոր Աստուծո դեղի գուտա իր կյանքի մեջը, լադիգա իր անձնական կյանքի մեջ կամ թե ամուսնության կյանքի մեջը միշտ ուրախ կլա գսե։ Իսկ ամբոր սիրտը կգարձածնե գսե, ինչ կպատահի, սիրտը խստացնողը չարիքի մեջ գինա։ Որ մեկը պիտի ուզենք մենք մեր կյանքերուն մեջ, մեր ամուսնության կյանքերուն մեջ, այս քեղեցիկ հաստատությունը, որ Աստված ստեղծեց, որ ամենահաճելի բանը կրնա ալալ, ինչպես պիտի ուզենք անցնել խաղաղության, ուրախության մեջ, երանելի վիճակի մեջ, թե ոչ չարիքի գսե հոստերը չարիքի մեջ պիտի ինա։ Աստված երբեք չի փապակիր այդ մեկը ոյ մեկուն համար։ Ուրիշ մեկը, որ սիրտը խստացուց Եզեկիա Սեթեգիա թագավորներ երկրորդ մնացորդած 36:12-13 կգարտանք Անիգա իր դեր Աստուծուն արջև չարություն հրավ ու դերոջը փերնեն խոսող Երեմիա մարգարեն արջև չխոնարեցավ նաև ապստամպեցավ Նաբուկոդոնոսոր թագավորին թեմ որ անոր երթումն էլ դվեր էր որ Աստուծո անունովը իր բարանոցը խստացուց ու իր սիրտը գարձացուց որբեսի Իսրայելի դեր Աստուծուն չդառնա Սեթեգյան ասիկարակսե իր սիրտը գարձացուց բարանոցը խստացուց ասիգա վտանգավոր բան եթե մեկը այս վիճակին հասած է ասել է թե այլևս իրեն համար թարմանում չկա ոչ մեկ թարման կա եւ ինչ պատահեցավ ատկե վերջը երկրորդ մնացորդած 36:16-ի մեջ կգարտանք Աստուծո թադաբարդությունը այս ժողովրդին համար որ այս վիճակի մեջ ասած խստացած սիրտեր ունեին գարձացած սիրտեր բայց անոնք Աստուծո ղրգած պատգամավորները գանարքեին անոր խոսքերը գարհամարեին ու անոր մարգարեները ծաղր գնեին մինչև որ դերոջը փարգությունը իր ժողովրդին վրա փորփոքեցավ այնպես որ ալ բժշկություն չմնաց արդյոք այս է որ գուզենք անել Մովսես ինչու ուրավ ժողովրդին արտոնություն տվավ որ ամուսնալուծում ունեն որովհետև իրենց սիրտերը գարձացած էր գարժե գարձացած սիրտ ունենալ եւ համարները մեզի շատ հստակ կնեն որ ոչ ինչ որ Հիսուս հրավ ծովում վրա խաղաղեցուց եկավ նավում մեջ Հիսուս այսօր գուզե մեր ամուսնություններում մեջ ալքալ մեր ընտանիքներում մեջ ալքալ մեզի խաղաղեցնե մեր սրտերը եթե գարձացած են ոչ մեկ ձևով կագուղցնե եւ քախնիկնալ տեսանք Եբրայեցիս 3:8-10 մեջ 5 կետերը դերը գուզե որ մեր ամուսնությունները հաջող ամուսնություններ լան եւ այսօր տեսանք պատճառը որ ամուսնություններ կքանքթվին ինչ են
սրդի գարձությունը ամուսնությունը գմերցնե եւ գդանի ամուսնալուծման թուրը եւ իմ աուտ կսե որ եթե գանանցիկ այս վիճակներում մեջ դերոջը թիմեն եւ դերը կարող է մինչեւ այն ադեմ որ իդ կթարնանք իրեն գթիմենք կարող է որ այդ վիճակներն մեզի դարձնե եւ մեր ամուսնությունները իր խոսքին վրա հաստատե դերը օրհնե բոլորի